Ներքին գործերի նախարարության կազմակերպած հունիս 1-յան տոնական միջոցառումը բացի ավանդական զվարճանքի ձևերից առանձնանում էր նաև գիտելիքահեն խաղերով։ Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև ներքին գործերի նախարարության միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի World Vision Հայաստանի եւ այլ կերպ ընկերության համագործակցությամբ ստեղծված թեմատիկ փրկարար ջոկատ սեղանի զարգացնող խաղը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը չէր կարող բաց թողնել հնարավորությունը երեխաների պաշտպանության օրն ընդգծելու այն հիանալի համագործակցությունը, որն ունենք ներքին գործերի նախարարության հետ։ Մենք ուրախ ենք այստեղ գտնվելու եւ այս յուրահատուկ նախաձեռնությունը ներկայացնելու համար։ Սա երեխաների համար նախատեսված խաղ է, որի նպատակը պատրաստված լինելու գաղափարին ծանոթացնելն է, քանի որ պատրաստվածությունը նաեւ մտածելակերպ է։ Ուստի շատ կարեւոր է երեխաներին կրթել պատրաստվածության ոգով։ Սա ապագայում կարող է փրկել նրանց կյանքը։ Խաղի միջոցով երեխաները կարող են զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները եւ ձևավորել պատասխանատու վարքագիծ, հասկանալ, որ յուրաքանչյուր քայլ կարող է վճռորոշ լինել ոչ միայն իրենց, այլև շրջապատի անվտանգության համար։ Խաղ ունի մի շարք առանձնահատկություններ, առաջինը կցանկանամ նշել, որ հստակ տարանջատում ենք իրականացրել տարիքային։ Խաղը նախատեսված է 4-ից 7 տարեկան եւ 8-ից 14 տարեկան երեխաների համար, այնպես են մշակվել քարտերը, որպեսզի երեխաների համար լինեն հասկանալի։ Յուրաքանչյուր քարտում մենք ներառել ենք իրատեսական իրավիճակներ, որտեղ երեխան փորձելու է կողմնորոշվել, ճիշտ գործողություններ ընտրել, նաև այնտեղ ներառված են հիշեցնող տեղեկատվություններ, որը երեխաների մոտ ձևավորում է ոչ միայն գիտելիք հմտություն, նաև վարքագիծ։ Սա հաղորդակցության տեսանկյունից իրոք մեզ համար ձեռքբերում է, որովհետև կա տեղեկատվություն, որը դժվար է երբեմն մատուցել այնպես երեխաներին, որպեսզի դա լինի ընկալելի, դա լինի հիշվող եւ երբ անհրաժեշտ է դա լինի նաև կիրառելի։ Մենք փորձել ենք այդ ամբողջ պարտադիր պահանջները, որ ունենք, ներառել խաղի մեջ։ Քարտերի հիմքում իրականությանը մոտ իրավիճակներ են կապված հրդեհների, երկրաշարժերի, ջրհեղեղների, կայծակի եւ այլ վտանգավոր երևույթների հետ։ Փրկարար ջոկատում բարդ իրավիճակները ներկայացված են պարզ, հասկանալի եւ տարիքին համապատասխան, ինչը նպաստում է նյութի հեշտ յուրացմանն ու երկարաժամկետ հիշողության ձևավորմանը։ Խաղն արդեն հասանելի է այն դպրոցներում, որոնք ընդգրկված են World Vision Հայաստանի ծրագրերում, ինչպես նաև որոշ մանկապարտեզներում։ Բոլոր գործընկերները ամբողջ ջանքերը չեն խնայել, որպեսզի ստեղծեն այնպիսի խաղ, որ ոչ միայն ուսուցողական կլինի, այլ նաև կգրավի երեխաներին եւ կարևոր գիտելիքներ կհասցնենք երեխաներին։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է երեխաներին վաղ տարիքից համապատասխան գիտելիքներով զինելը, ինչպես նաև պատասխանատու մտածողության եւ ճիշտ վարքագծի զարգացումը։ Այդ համատեքստում փրկարար ջոկատ խաղը ծառայում է որպես արդյունավետ կրթական գործիք, նպաստելով երեխաների իրազեկվածության բարձրացմանն ու վաղ տարիքից անվտանգային մշակույթի ձևավորմանը։ Եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ մարդու տվյալներ, ինչ անել։ Տվյալ պարագայում անպայման պետք է դիմել ոլորտի լիազոր մարմին, միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե այդ հաշվառումը պահպանված է դեռևս վաղուց, գուցե տվյալ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի կողմից կատարված հաշվառում է։ Մենք իրավիճակը շատ արագ անմիջապես կշտկենք։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազգային ժողովի ընտրությունների դեպքում ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից, ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ ապահովելու համար ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ազգային ժողովի հերթական համապետական ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով հետեւողականորեն իրականացնում է թիրախային օպերատիվ հետախուզական եւ անհրաժեշտ այլ միջոցառումներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին
78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մասնավորապես քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։ 13-ը եղել են ընտրակաշարք տալու, ստանալու եւ ընտրակաշարքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը եղել են ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ դեպքեր, 2-ը անձի ընտրական իրավունքին խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր։ Նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու եւ հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ, ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։ 9 հետագայում կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալան խափանման միջոցը, 3-ի նկատմամբ վարչական հսկողություն, իսկ 4-ի նկատմամբ էլ բացակայելու արգելք խափանման միջոցը։ 1 անձ ներկայացվել է դաստիարակչական հսկողության, եւս 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ Հիշյալ դեպքերից 36-ը հանդիսացել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դեպքեր, 2-ը ընտրակաշարքի դեպքեր, տալու եւ ստանալու վերաբերյալ, իսկ 3-ը հարկադրաբար հավաքներին մասնակցելու դեպքեր են, որոնք եղել են նյութապես շահագրգռելու արդյունքում։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։ Նախաքննական մարմնի կողմից 8 անձի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց կալանավորումը, 7 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 4-ի նկատմամբ բացակայելու արգելք։ Մյուս անձանց նկատմամբ դեռևս խափանման միջոց չի կիրառվել, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները եւ կիրառելու է ողջ գործիքակազմը նախընտրական շրջանում, ինչպես նաեւ ընտրությունների ժամանակ գործընթացի բնականon ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։ Եթե վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանը դրական է, կարողանալու է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին, քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից, քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տելեգրամյան հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին իրավապահները ձերբակալեցին մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդուն եւ 33-ամյա կնոջը։ Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին, երկուսին էլ առաջադրվեց մեղադրանք։ Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։ Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ձերբակալված տղամարդն ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ 40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը եւս ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին։ Նրանց նույնպես առաջադրվել է մեղադրանք, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։
Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։ Ահազանգը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ, որի արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում եւ վերադարձվել ծնողներին։ Երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։